մի փոքր վկայություն կրկնեմ, վաղուց ասել եմ, բայց որ հիմա այս երկի ընթացքում հիշեցի եւ ուզեցի որ թարմացնել, միգուցե ցեզանից շատերը որ չեն լսել։ 2011 թիվն էր, եկել էինք ամուսնությանս տարին էր, մենք հասել էինք շաբաթ օրը, առավոտյան շուտ, եւ ասենք իմ մայրս Ալինան, Ալինայի մայրը եղբայրը հյուրանոցում գնացին քնելու, բայց ես Արոն եղբորը հետ ուզեցի երիտասարդականի գնալ, միասին չի քնեցի, եւ գնացինք եւ հենց ներս մտանք հզոր էր, ներկայությունը Տիրոջ հզոր, այդպես չեմ հիշում, որ դարձյալ անգամ այդ տեսակի ներկայություն ես վայելել եմ, սիրելիներ, շատ դժվարությամբ առաջ գնացի, Արոն եղբայրը ասում էր, արի, չէի կարողանում, այնպես հենց ներս մտել էի, ուժեղ լաց էի լինում, եւ ամաչում էի այդքան լաց էի լինում, որ ուզում գլուխս բահում էի, ասում էր, արի, գնացինք մինչև արջև, որ գնացինք, դա շատ քերազանց փորձառություն էր կյանքիս մեջ, սիրելիներ, աչքերս փակ, բոլոր բեմին վրա Մամիգոն եղբայրը, Փավել եղբայրը, բոլորը ձունգի եկած լացով աղոթում էին, բոլոր սրահը լացում էր, գիտեք երիտասարդականի սրահը, այնտեղ 4000 հոգի է հավաքվում, սիրելիներ, բոլոր սրահը լացի մեջ էր, եւ հիշում եմ աչքերս փակ եսար, դեպի երկինք, հանգարց հոգով իմ աչ կողմս տեսա, այսպես 2.5 մետր բարձրությամբ, սպիտակ հագած, լուրջ դեմքով, որ ինձ չեր նայում, առաջի մոմենտից, առաջի այդպես հայացքից, ոնց որ ես կարծեցի Տերն է, որտեղ հիշում մեջս Տեր ասեց Տերը չեմ, բայց ինձ չնայեցավ, ասեց Տիրոջ ծառան եմ, հետո նկատեցի, որ ինքը հրեշտակ էր, ոնց որ եկած էր բանով, միսիայով երեկած եւ նայում էր թեպի բեմ, եւ ես թեպի բեմ նայեցա, տեսա խորը, բայց աչքերս փակ են, իմացեք, տեսա խորը բոլորը սպիտակ հագուստներով ամպերի վրա են, եւ առաջինը մեջից ասեցի, որ ինչ լավ է, բոլորը փրկված են, ասեցի, բոլոր խորը, որ երկում էր, բոլորը սպիտակ հանդերձներով ամպերի վրա են, բայց դա չէր, դրանից հետո մի անգամից գտնվեցա լրիվ դադարգության մեջ, ինչ տեսակի դադարգություն, որ ոչ մի բան աչքս չի տեսնում, ոչ մի ձայն ականջս չի լսում, բայց ես իմացա, որ Տիրոջ կենթանի ներկայության մեջ եմ, այնպես ինչպես երկնքում ենք լինելու։ Որտեղ ես այսքան առաջ վկայություն տվել եմ, ես տեսել եմ Հիսուսին, ոտքը շոյել եմ, կպել եմ, դա ուրիշ էր, բայց սա լրիվ ուրիշ է։ Սա սիրո ներկայության մեջ էր, երկնքում ոնց որ լինում ենք։ Եվ երկի մեջ որ շիգացել եմ, ասում է այրվել եմ, այդ վիճակի մեջը ես կատարյալ զգացի իմ ոչնչությունս եւ սկսա հալվել, այդ այրվել եւ հալվել, բայց դա վատ այրվել եւ հալվել չէր, այնքան երջանկություն կար, ես հասկացա, որ կարիք չունեմ մի բան տեսնելու, մի բան շոշափելու, մի բան լսելու, բայց գիտեի, որ Տիրոջ կենթանի երկնքի մեջ Տիրոջ հետ որ լինում ենք այդ ներկայության մեջ եմ, եւ ես աղաչում էի մի բան, աղաչում էի, որ չվերադառնամ, ասում էի, որ չվերադառնամ, լաց էի լինում, ասում եմ մնամ այստեղ, բայց իհարկե վերադարձա, անբացատրելի, աննկարագրելի էր, որովհետև մենք բոլորը շատ փորձառություններ ունենանք, ես շատ փորձառություններ եմ ունեցել Տիրոջ ներկայության, սա ուրիշ բանի մասին եմ խոսում, սիրելիներ, որ դա մեջս ինքը խարսխված է, երբեք չեմ մոռանա, եւ որ հիշելով դրանով ես զորանում եմ, սիրելիներ, երբ որ վերադարձա, այսինքն ես ինքս, մի անգամից համարը միտքս եկավ, հայտնության քրքի մեջ, որ քերովբեները գսե, գիշեր ու ցերեկ, սուրբես, այդ համարը սկիզբում ես նոր հավատքի մեջ եղածատենս, մտածում էի, որ ինչպես կարելի է, գիշեր ու ցերեկ, սուրբես ասել եւ չցանցրանալ, հենց այդ համարը, որ եկավ, ես հասկացա,
որ Տիրոջ ներկայության մեջը սիրելիներ, դու հավիտյանս կարող ես սուրբ ես ասել եւ չես ուզենալ ոչ մի բան անել, թեև այդ սևի չի լինի հավիտենականությունը։ Սիրո Աստվածը եւ սերը ինքը սիրալիներ դինամիկ է, пассив չէ սերը, դինամիկ է, բայց բարձրապես որ Պրասխանը հասկացա, ինչպես կերոպեները անդադար սուրբ են ասում եւ չեն ցանցրանով ընդհակառակը ինքը իրենք սկանչանում են, իրենք լեցվում են Տիրոջ սիրով սիրելիներ։ Սա էր եւ ես սկսա սուրբ է բարձրացան ասել։ Այս երկի վրա դա ուզում եի ասել, որովհետև ուզում եմ այսօր սիրո մասին խոսել, մի քիչ տարբեր անգույնից, բայց նախքան սիրո մասին խոսել, սիրելիներ, ուզում եմ մի փոքր ուրիշ վկայություն տալ, Արոն եղբայրը դրա մասին ավելի կխոսի, ուզում եմ խոսել մի րոպեով մեր Սամվել եղբոր մասին Զաքարյան, բոլորդ իմացաք, որ ննչեց, երեք Սամվել եղբայրը եպիսկոպոս, որ տեղյակ չէ, Սամվել եղբայրը ննչեց Տիրոջ մոտ չգնաց։ Դրանից 2 օր առաջ Արոն եղբորը զանգեցի։ Ասեցի, որ Արոն եղբայր, ոնց որ Սամվել եղբայրը լավ չէ։ Մի հատ չայցելենք, այդպես չլինի, որ գնա եւ այցելած չի լինենք, իրենց տեսակ չի լինենք։ Թեև ես իր այդ մոդիկ չեմ շատ քիչ եմ տեսնում իրեն։ Ասեց ճիշտ ես։ Եվ երեգան միասին գնացինք իր մոտ գնացինք։ Անգողնում էր Սամվել եղբայրը տանելիքը մարդ կար իրեն մոդիկները, բայց այդպես դրսից մարդիկ չգային։ Առաջի հայացքից մտածեցինք, որ ինքը շատ վատ հիվանդ է, որովհետև բարգած էր, քնած էր կողքին վրա։ Երբ որ արթնացուցինք, մի անգամից ձգվեց, նստեց, շատ սուր հայացքով, ձայնը շատ ձիգ, ոնց որ հիվանդ չէ, բացարձակապես։ Եվ սկսեց մեր հետ խոսել։ Առաջի բանը որ ասեց, որ եղբայրներ, Հիսուսը ինձ պիտի վերցնե։ Հիսուսը ինձ պիտի վերցնե։ Ես ասեց կատարյալ պատրաստ եմ, ոչ մի բան չունեմ, ոչ մի զղջում չունեմ, ես կատարյալ պատրաստ եմ Հիսուսին երթալու։ Իմ գործս կատարել եմ, բարի պատերազմել եմ, ես գնալու եմ Հիսուսի մոտ։ Եվ մենք ոչ մի բան չի խոսեցանք։ Հիվանդ մարդու մոտ որ գնում ես, ինչ ենք անում մենք, մխիթարում ենք, հանգստացնում ենք, մենք ոչ մի բան չի կարողացանք խոսել։ Ինքը խոսեց մեր հետը, ինքը խոսեց, հորդորեց, երկնքեն խոսեց, ոնց որ կեսը երկնքում էր սիրելիներ, այնքան երանելի վիճակ էր իր վիճակը, ինչքան երանելի վիճակ էր իր վիճակը մարդն որ այդ ծևի մանում է, ես ներսիցից ասում էի, որ ախր ձայնը շատ լավ է, հայացքը շատ լավ է, չի կարող որ մեռնում է, չի կարելի որ ինքը մեռնել է, 2 օր հետո մահացավ, որ Ահարոն եղբայրը զանգեց ասեց որ մահացավ, ես զարմացա, ասի որ ինչքան լավ էր խոսում ինքը, ինչքան լավ նայվածք ուներ, այդպես տկարացած թույլ ցեվով չէր, բայց այդ րոպեին ձգվել էր ինքը Աստծո հոգով եւ հորդորում էր ինքը սիրելիներ։ Ինչ երանելի է մարդը, որ Տիրոջմով է ննչում, այն ինչ վիճակով է ննչում, այդ մարդը, որ ինքը արդեն իր ներսիտին հասկանում է, որ բաց չի թողել ոչ մի բան, բարի պատերազմել է, ինչպես որ Պողոսն է ասում։ Մեծ երանելիություն է, դրա համար ես ուզեցի վկայել ձեր հետ, նույնպես որ միտքս եկավ խոսքերը Սամվելի մասին, առաջին թագավորաց գլխի 3-րդ գլխում մեջը սիրելիներ, որ գսե Տերը Սամուել մարգարեին հետ էր եւ անոր ըսած խոսքերեն ոչ մեկը գեդին չթողեց ընկնի։ Հիշում եք։ Անոր ըսած խոսքերեն ոչ մեկը գեդին չթողեց։ Դա ինչու համար հիշեցի, գիտեք, որովհետեւ ինքը ասեց, որ ես գնալու եմ Հիսուսի մոտ։ Բայց ասում եմ, որ առողջ է երևում։ Այսինքն ինքը ուզում էր գնալ եւ Տերը չուշացրեց, չդանչեց իրեն երկար։ 2 օր հետո վերցուց իրեն։ Իր այդ ասած խոսքը ես ասի կարելի է չի գնաս։ Իրեն ասեցի կարող է մնաս։ Բայց իր ասած խոսքը կետին չթողեց Տերը, որտեղ ինքը պատրաստ էր երթալու։ Ինչ երանելի է սիրելիներ այդ ծևի երթալ։ Ես ուզում եմ խոսքս չեր գարել, բայց
խոսքս վերնակրել, սերը օրենքից վեր է։ Սերը ագապեի մասին ենք խոսում։ Աստվածաշունչը երբ որ խոսում է սեր, Աստված սեր է, դա խոսում է ագապեի մասին, սիրելիներ։ Ագապե սերը ինքնասեր սեր չէ, մարդկային սերը, ընկած մարդու սերը ինքնասեր է, ագապե սերը անցնուրած սեր է, դիմացինի արժանիքից կախված չէ, դրա համար ագապե սերը սիրում է մերձավորին, ոչ թե իր կնոջ երեխային մերձավորին, պատահական անձին, իր անձին պես եւ մի ավելիար։ Եվ ավելի բարձր է Հիսուսի պես, որ նոր պատվիրանն է, հիշում եք սիրելիներ։ Ինչպես կարելի է սերը օրենքից վեր լինի, որովհետև Աստված սեր է ինքը եւ արարիչը օրենքից վեր է։ Եվ նայենք դրա մասին Պողոս Արաքյալ շատ գեղեցիկ խոսում է։ Հռոմեացիներու գրքի մեջ 10-րդ գլուխ սիրելիներ 8-րդ համարեն ընթերցում եմ։ Բնավ մեկում պարտական մի գտնվիկ, միայն մեկս մեկ սիրելու։ Եթե մի բանի մեջ պարտական պետք է գտնվեք, միայն մեկս մեկ սիրելու մեջ։ Վասնզի ով որ ընկերը կսիրե, ընկեր բարը որ այստեղ գրված է, չի կարծեք որ ընկեր քո մտերի մտ։ Ընկեր բարը հունարենի մեջ պլեզիոն բառն է, որ կնշանակե մերձավոր, պատահական անձը քո կյանքիդ մեջ։ Այդ ընկեր բառը պլեզիոն բառն է, որ կնշանակե անոր, գսե ուրեմն, անոր մերձավորը կսիրե, օրենքը կկատարե, բոլոր օրենքը կկատարե։ Ինչու համար, վասնզի այն մի շնարը, մի սպաները, մի գողնարը, սուտ վգայություն մի ըները, մի ցանկարը եւ ուրիշ ինչ պատվերներ որ կան, բոլոր պատվիրանները, բոլոր օրենքը սիրելիներ, ինչ պատվերներ որ կան, բոլորը այս խոսքի մեջ կփոխանցվի։ Քու ընկերդ, այսինքն մերձավորին, սիրես քու անցիդ մեջ, կփոխանցվի կամ փոխչանա, կկատարվի։ Սերը իր ընկերին գեշություն չներ, ուրեմն օրենքին լրումը սերն է։ Լրումը ինչ է նշանակում, շատերը հասկանում եք, բայց դարբեր հոմանիշներով ասեմ, նույնպես այդ բառը հունարենի մեջ պլերոմա բառն է, այսինքն օրենքին լիությունը, օրենքին ամբողջականությունը, օրենքին կատարելությունը սերն է սիրելիներ։ Այսինքն բոլոր պատվիրանները, որ Աստված փոխանցում է, դա նպատակ ունի սերը սիրելիներ։ Եվ սերը կատարում է, ամբողջացնում է։ Տարբեր համարով տեսնում ենք Գաղատացիներու 5-րդ գլուխ 14-րդ համարը, որ գսե բոլոր օրենքը այս մեկ խոսքի մեջ կամփոփվի։ Կամփոփվի բառը նույնպես պլերոմա բառն է, որ կնշանակե կամփոխչանա, կկատարվի։ Նույն բառն է, ինչպես որ լրում բառը մենք ընթերցեցինք, գսե բոլոր օրենքը այս մեծ խոսքի մեջ կկատարվի, կամփոփվի, քու ընկերդ, այսինքն մերձավորին սիրես քու անցիդ մեջ, մերձավորին սիրես քու անցիդ պես սիրելիներ։ Եվ ես ցեզի ուզում եմ Տիրոջ աստվածային սիրո օրինակներ ցեզ ցույց տալ։ Գիտեք ով էր Քրիստոսով, Հիսուսով, առաջին սուրբը, առաջին թրախտ մտնող անձը, գիտեք ով էր սիրելիներ։ Այդ մարդուն անունը Դիսմաս էր, երկրորդական քրքի մեջ կխոսի, դա խաչին վրայի ավազակներ։ Խաչին վրայի ավազակներ։ Շատ կարևոր է, շատ կարևոր է, սա մենք անդրադառնանք։ Խաչին վրա որ էին Հիսուսը եւ գողքին երկու ավազակները։ Մեկ ավազակը գսե, դա տեսնում ենք իհարկե Ղուկաս ավետարանի 20-րդ գլուխ 39-43 համարներու մեջ, ձեր մոդը կարաք նշեք եւ ընթերցեք, ես չեմ որպես ժամանակ շայեմ ասեմ, մեկը գսե գհայոյեր եւ գսեր որ եթե Աստծո որդի ես, խաչենի չիր, մեզ արփրգե։
Բայց մյուս ավազակը Դիսմասը, որ անունը Դիսմաս էր, ասեց չես ամաչում։ Մենք մեր ապրած կյանքին արժանի պատիժը կրում ենք։ Այսինքն ես խաչի մահվան, խաչի մահը պատկերացնում եք ամենադաժան պատիժն էր մահվան։ Ամենադաժան, որտեղ խաչին վրա տարապում էին եւ տանջում էին միջին հաշվով 1.5-ից 2 օր, երբեմն ավելի։ Հիսուսի խաչված օրը, որովհետեւ մյուս օրը շաբաթ էր, դրա համար իրենց ծնկները կոտրեցին, որովհետեւ շուտ մահանան, շնչահեղձ լինեն եւ մահանան, որովհետեւ շաբաթ էր մյուս օրը, պետք չէ կործարվեր։ Բայց եթե իրենք խաչված լինեին չորեքշաբթի օրը, իրենք թողելու են մինչև մահանան։ Եվ այդ խաչի մահը տևում է 1.5-2 օր, միջին հաշվով տևում է մարդ մինչև մահանա։ Ահա որ տանջանք է, ավելի չի խորանամ դրա մեջ, նյութը ստա չէ, որովհետև։ Եվ ինքը ավազակը Դիսմասը ինքը ասեց, որ ես իմ արժանի պատիժս կրում եմ, ես արժանի եմ խաչի մահվան։ Կարող էր ասել, որ հա, լավ, բայց ինձ մի հատ նիզակ խփեիք սրտիս սպանեիք, գլուխս կտրեիք, արագ մահանայի։ Ես այս խաչի մահվան պետք է արժանանայի, դեն չի մտածում, ասում է, որ ես խաչի մահվան արժանի եմ։ Երբ որ խաչի մահվան արժանի եմ ասեց, արդեն բացվեց իրեն երկինքը, դժմարտությունը։ Նույն վարգյանին Սուրբ Հոգին իր ներսիտին բացեց երկինքը։ Այդ ոնց ենք իմանում, որովհետև Հիսուսին դարձավ, ասեց, որ Տեր, սկիզբին ասում էր, որ վատ բան չէ գործած այդ մարդը, քեշ բան մչրավ գսե։ Այդ մարդը խաչի մահով ինչու սպանում են իրեն, բայց հենց ասեց, որ ես արժանի եմ այդ մահվան։ Բացվեց իրեն դժմարտությունը եւ ինքը հայտնություն ունեցավ, որ իր գողքին խաչվողը Հիսուս Քրիստոսն է։ Քրիստոսն է սիրելիներ։ Ասեց դեր ինձ հիշիր, երբ որ քո թակավորությամբ դկաս։ Այդպես կարող էր ասել, եթե չբացվել իրեն դժմարտությունը։ Հիսուսը ասեց իրեն ճշմարիտ կսեմ քեզի, այսօր իմ հետ դրախտում ես լինելու։ Հենց այսօր։ Այդ մարդը ոնց կարելի էր դրախտ մտնել։ Բոլոր օրենքը ինքը խախտել էր, բոլոր օրենքը։ Այդ օրենքով ինքը այսօր է ասում, չի ասում, որ դու պիտի թադվես, հետո պիտի նայենք, մի քիչ քեզի գողքը պիտի պահենք, թող անցնի 1000 տարի, 2000 տարի, տեսնենք ինչ է լինելու։ Ասում է, որ մահանաս, հենց հոգիդ փչես, հոգիդ դաս, հետս թրախտում ես լինելու, այսինքն թրախտի վիճակում ես լինելու։ Տանջակից ազատագրվելու ես դու, ինչ որ դու արժանի ես տանջվելու սիրելիներ։ Բայց ինքը օրենքը լրիվ խափանած էր։ Իր պարսապես մեկ որ ճանաչել է իր մեղավոր լինելը, իր ներսիտի զղջումը եւ ապաշխարությունը, վարգյանական Աստծո հրաշք սիրո արժանացուց սիրելիներ։ Ոչ մի բան չարեց, ոչ խաչեն իջավ, ոչ մկրտվեց, ոչ բան արեց սիրելիներ։ Ուզում եմ, որ մենք հասկանանք սերը ինչ է սիրելիներ, սերը ինչ է։ Հետևաբար առաջի դրախտ մտնող մարդներ, ավազակներ խաչի վրա։ Երկրորդ օրինակ կուզեմ տալ ցեզի շնության մեջ բռնված կինը սիրելիներ, շնության մեջ բռնված կինը։ Հովհաննես 8-րդ գլուխ դա 1-ից 11-րդ համարներն են, բոլորը չեմ ընթերցելու, դուք գիտեք պատմությունը դրա։ Հիսուսին բերին շնության մեջ բռնված կինը։ Եվ ըստ օրենքին շնության մեջ բռնվողը պետք է կարգոծվեր։ Պետք է կարգոծվեր։ Հիսուսին երբ որ ասեցին ինչ անենք, ասեց Հիսուսը, ցեզանից ով որ մեղք չունի, առաջին քարը թող գցե։ Ճիշտ է որ պետք է կարգոծվի, չեմ ասում պետք չէ կարգոծվի։ Բայց ան որ մեղք չունի, առաջին քարը թող գցե։ Չի կարողացան։ Իրենց խաղջերը տանջեց իրենց։ Դա լավ է։ Արել մուսուլմաններ լինեին եւ կարգոծեին, ոգերին արջելիներ, այդպես է լինում է, սիրելիներ։ Եվ որ բոլորը թողեցին գնացին, Հիսուս կնոջ նայեցավ, ասավ. ով գին,
Ուրեն անոնք քու վրայով այդ ամբաստանություն, որոնք կնեին։ Մեկը քեզ չդատաբարդեց, անդիկա ըսավ ոչ մեկը դեր, ոչ մեկը դեր։ Հիմա այդ օրենքը կարգոծվել է ով էր տվել։ Հիսուս, Աստծո խոսքն է ինքը։ Այդ օրենքը իր օրենքն էր։ Իր օրենքն էր։ Ինքը նստել էր այնտեղ։ Ով իրավունք ուներ այդ կնոջ կարգոծելու ըստ օրենքին։ Հիսուս։ Ով իրավունք ուներ կարգոծելու կնոջ։ Միայն Հիսուս, ճիշտ է։ Պետք է կարգոծեր, այո։ Սերը օրենքից վեր է, ողորմեցավ իրեն։ Եվ ասեց, ես արքես չեմ դատապարտել։ Շատ կարևոր է այս կետերը մենք նկատենք։ Բայց գնա ասկե հետո մի մեղանչեր։ Գնա, այս չի ասեց, գնա նորից շնության մեջ ապրիր։ Որովհետև երբ աս նորից շնության մեջ ապրիր, մեկը քեզ չի ողորմելու։ Հաջորդին նորից քեզ բռնեն, հաստատ պիտի կարգոծեն, որովհետև օրենքը տա է։ Սերը քերազանցեց օրենքը եւ այդ կնոջ ողորմեցավ եւ այդոց փրկեց մահվանից։ Բայց իհարկե ճշմարտությունը փոխանցեց իրեն եւ ասավ գնա այլևս մի մեղանչեր սիրելիներ։ Սիրելիներ, սերը ողորմած է, որովհետև սերը ողորմած է։ Հիշում եք դուք, երբ որ Հիսուս այդ մաքսավորներու, մեղավորներու հետ նստավ, գերավ խմեց Մատթեոսի տունը եւ փարիսեցիները իրեն դատապարտում էին, ասում էին, որ ոնց կարելի է դու այդ մեղավորներու հետ նստել ես հաց ես ուտում։ Հիսուս իրենց ասեց, որ կացեք, գնացեք, սովորեցեք, թե ինչ բան է ողորմություն գուզեմ, ոչ թե զո, ողորմություն գուզեմ։ Այդ ողորմության մասին խոսել եմ, ողորմություն կնշանակե դիմացինին չպատժել այն պատիժով, որ ինքը արժանի է։ Դու դրանից դու իրեն ազատում ես այդ պատիժից, որ ինքը արժանի է։ Իսկ շնորհքը դու ստանում ես այն ինչը, որ արժանի չես։ Շնորհքը ստանում ես, դա ինչ որ դու արժանի չես, դրա համար ոչ մի բան չես արել։ Իսկ ողորմությունը դու չես ստանում այդ դատապարտությունը, որ դու արժանի ես։ Դա ողորմություն է, սիրելիներ։ Եվ ողորմության մասին գասե, որ ողորմությունը կբարձենա, հաղթական կգա դուրս Թադաստանի դիմաց, սիրելիներ։ Սերը օրենքից վեր է։ Հետևաբար մեր բոլոր այս մեր հավաքույթները, մեր հոգևոր կյանքը, մեր ցուցակները, որ բռնում ենք ընդհանրապես, այդ բոլորը ճիշտ է, իհարկե որ օրենքը մեզ մեր ցուցանիշն է, որովհետեւ մենք ճանաչենք, որ մեղավոր ենք։ Թե մարդը ովև է մեկ մարդ, դա էր իմացեք։ Ովև է մեկ մարդ, որ ծնվում է, աշխարհի որ տեղը լինի, որ տեղում որ լինի, անապատում ծնված լինի, Ամազոնի անդարներում լինի, Աֆրիկայի անդարներում լինի, մարդը իր բնույթով, որ ինքնակիդագից է եւ ազատ կամք ունի, մարդու ներսիտին Աստված դրած է բնության օրենքը։ Մարդ չի գա, որ չի գիտեր, որ սուտ խոսիլը վատ է, որտեղ ան որ սուտ է խոսում, չի ուզում ոչ մեկը իրեն սուտ խոսի։ Դա պայման չէ, որ այս գիրքը կարդացած լինի, որ հասկանա սուտ խոսիլը վատ է։ Մարդ չի գա, որ չի գիտեր սպաննելը սխալ է, որտեղ ոչ մեկը չի ուզում իրեն սպաննե։ Մարդ չի գա, որ չի գիտեր գողանալը սխալ է, որտեղ չի ուզում, որ ոչ մեկը իրեն չգողանա։ Հետևաբար մարդ չի գա, որ Աստծո առջև գայնի եւ ասե, որ ես չէի գիտեր, որ գողանալը վատ բան է։ Աստված կասե, բա որ քեզ գողանում էին, ինչ է երանում։ Բա քեզ ստում էին, ինչ է երանում։ Հետևաբար ամեն մարդ իր իմացածով, որ իր ներսիտին կա բնության օրենքը, դրա համապատասխան կդատապարտվի։ Դա եմ ասում, սիրելիներ։ Իսկ սերը այս բոլորից վեր է։ Հետևաբար նպատակը Քրիստոսի քալուստին, որտեղ Քրիստոս, որովհետև սեր է, ինքը մարդացավ, սիրելիներ։ Այդ շատ խորը հայտնություն պետք է մեզի, որ հասկանանք, որ ինչ կնշանակե երկինք երկիրը ստեղծող Աստվածը մարդացավ։ Չմոռանաք, որ սիրելիներ Թադաստանի օրը
այդ աթորին վրա, գահին վրա սպիտակ հայտնության քրկի մեջ որ տեսնում են Քրիստոս ինքն է նստել։ Չմոռանաք։ Եղբայրը քիչ առաջ ասում էր այդ հայր որդի խառնում են մարդիկ այդտեղ։ Չեն հասկանում, որ մենք երբ որ մահանանք Քրիստոսի առջև ենք կայնելու։ Ադյանը Քրիստոս ինքն է։ Գսե հայրը ոչ մեկուն չի դատում, բայց բոլոր Թադաստանը հանձնել է որդուն։ Եվ հետո շարունակում է ինչ լավ խոսք է ասում։ Ասում է, որովհետև որդին Աստծո որդի մարդո ալ է։ Այսինքն ինձ եւ քեզ նմանը, ինքը եկավ մեզ կարեկցավ, մեր տկար բնույթը հասկացավ, մեզ մոտեցավ, հերու չմնաց։ Ոչ թե որ մարդը երբ որ մահանա գայնի Աստծո առջև, պիտի ասե որ դու մարդ տեղությունից ինձ կհասկանաս։ Դու հոգի ես, դու հզոր ես, դու իմ մարմինից մեջ չես գտնվել որ հասկանաս ինչքան դգար է իմ մարմինից, չի կարող ասել, որտեվ իր առջև գայնողը Թադաստանի թագավորը հավիտենական Հիսուս Քրիստոս է, որ ինքը մարդացավ ինձ եւ քեզ նման եւ ինչ արդար է ինձ եւ քեզ նման այդ մանուկը, որ Եսայի մարգարեության մեջ տեսնում ենք 9-րդ գլուխ, որ գսե որ սքանչելի խորհրդական հզոր Աստված հավիտենականության հայր մտածեք հավիտենականության հայր, որտեղ շատեր լսել եմ, գիտեք, այդպես խեղճանում են Հիսուս ասեց իմ անունովս եթե խնդրեք։ Դու եթե աղոթում ես հայր ես ասում, դու եթե աղոթում ես Հիսուս ես ասում, նույն բանն է սիրելիներ։ Մի շփոթեք դրա մեջ մի խեղճանակ, չխեղճանակ դրա մեջը։ Դու Հիսուսի հետ կարող ես ասել, ամենամոտը քեզ մարդացածն է Հիսուսն է։ Կարող ես հայր ասել, մենք հավիտենականության հայր է, չէ՞, այդ մանուկը որ ծնավ մեզի։ Հետաբար չխեղճանակ դրա մեջը։ Հիսուս մեզի շատ մոտեցավ, որպեսզի մեզի իր քովը տանի սիրելիներ։ Հետևաբար նպատակը մեր բոլոր հոգևոր կյանքի սերն է։ Որովհետև Կորինթացիներում մեջ գսե հավատք ունենամ լերները տեղաշարժելու մեջ, նույնիսկ մարմինս այրեմ, ամբողջ ունեցվածքս եթե աղքատներ ունդամ, սեր չունենամ, ոչինչ եմ։ Մեր քերակյուն նպատակը սիրելն է եւ իսկապես եթե սիրում ենք մենք մեր ցավորին մեր անձին պես մենք կատարում ենք բոլոր օրենքը եւ մենք Թադաստան չենք տեսնելու Աստված օրհնեցեզի աղոթենք